Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր պատրաստելու ենք ամբողջական պատ և կողքը համով պանճարեղեն։ Բարեբախտաբար մեր պատը արդեն մարինացված է, իսկ դուք որտեղից կարող եք գտնել այսպիսի պատրաստ պատ, որը նետենք ջեռոցում և պատրաստվի, կարող եք գտնել Սու շեֆից։ Ինչպես որ ասեցի, Սու շեֆը ունի լիքը պրոդուկտներ կամ ապրանքներ, որը չեք գտնում ընդհանրապես շուկայում, եւ մսի տեսականի եւ բոլոր պրոդուկտները, որը մեր խոհարարական աշխարհում պետք կլինի։ Այս պատը արդեն մարինացված պատրաստ է, գաթով, մեղրով, մանանեխով, լիքը համեմունքներով, պապրիկայով եւ ինքը միանգամից կուղարկենք ջեռոց, ինքը կեպի։ Իսկ այստեղ մենք կգտրատենք պանճարեղենը ու նորեն կուղարկենք ջեռոց եւ հետո իրար հետ կճաշակենք։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 1 հատ ամբողջական պատ, 2-ից 2.5 կիլո, 2 հատ նարինջ, 4 հատ կարտոֆիլ, 2-3 հատ սոխ, 1 հատ կազար և 3-ից 4 ճուղ ռոզմարին, 1 գլուխ սխտոր, 3-ից 4 ճաշի գդալ բրնցի ցետ, աղ, սև բղբեղ, սխտորի պոշի, ուրձ, գծու բղբեղ և քաղցր կարմիր բղբեղ։ Այսպես մի հատ ցույց տամ ոնց է գալիս։ Ինքը այսպես գալիս է մարինացված, բացված եւ ուղարկում ենք։ Կարող ենք կարտոֆիլից սկսել։ Այստեղ ես ընտրել եմ այս կարտոֆիլները, այս տեսակին չեմ սիրում ընդհանրապես այս տեսակները կեղվել եւ սիրում եմ կեղևով, որովհետեւ ինքը մանավանդ այս տեսակ ուտելիքների հետ ավելի հեսենց հետաքրքիր է եւ համով։ Դրա համար կուբիկների եմ վերածելու, կիսում եմ։ Այսպես կուբիկների եմ վերածելու։ Ավելացնելու ենք կարտոֆիլին հետ կազար և մի քիչ ռոզմերի ենք տնելու և իհարկե մի քիչ սոխ։ Սու շեֆի համար որ պատմում էի, անպայման ուզում եմ հիշեցնել, որ իրենք ունեն փրենցի ցեթը, որը կարող եք ընդհանրապես փոխարինել ձեր vegetable oil-ին, այսինքն բուսական ցեթերին, որովհետև ինքը նույն ֆունկցիան է, այսինքն նույն պարտականությունն է կատարում, բայց ավելի առողջ է։ Դրա համար կարող եք միշտ տանը ունենալ։ Եվ արդեն կամաց համեմ ենք և ուղարկենք ջեռոց։ Այստեղ համեցեք սիրելիներ, սիրելի կարտոֆիլներ և հիմա կմնա կազարն էլ կտրատենք ու սոխը։ Սոխ համեցեք ստեղ։ Կազարը, հիմա արդեն սոխը։ Գիսալուսին եմ գտրելու, որովհետև աստեսակ պանճարեղենները, որ ջեռոցում թխում ենք, ինքը այսպես ավելի համով է լինում։ Մի հատ ձեռքերս օջարեմ և ետ շարունակենք։ Իհարկե էբիսիով։ Համեմունքներից ինչ ենք ավելացնելու։ Մի քիչ ռոզմերի եմ ավելացնելու, այսպես տերևներից։ Ավելացնում եմ սխտոր։ Կարող ենք այսպես մանր կտրատել։ Ավելացնում եմ Հիմա արդեն համեմում ենք։
ուրց։ Իհարկե բոլոր համեմունքները օգտագործում ենք Մարիանիկից։ Աղ, բղբեղ, ուրց, սխտորի փոշի եւ այլն, ինչպես որ տեսնում եք։ Ինչ լավն է հոտը։ Սխտորի փոշի, այսինքն եւ սխտոր եմ ավելացում եւ սխտորի փոշի։ Սև բաբեղ։ Ես կարտոֆիլով ուտեստներին սև բաբեղը քիչ եմ դնում, որովհետև չեմ ուզում շատ մկանաքույնը։ Կարմիր բաբեղ։ Եվ հիմա փրենցի ցեթ։ Տեղափոխեմ, որպես ավելի հանգիստ խառնենք եւ եփենք։ Համեմունքները մի քիչ sense մասաժ ենք անում մեր բանջարեղենը, սոխերը մի քիչ բացում ենք ցերկով, եթե չէ բացված։ Դե ինչ, արդեն մեր բանջարեղենը պատրաստ է, հիմա կուղարկենք ջրոց, բայց ուզում եի հիշեցնել, որ այս բոլոր բաղադրիչները կարող եք ձեռք բերել 8 սուպերմարկետից։ Նամանավանդ այնտեղ գտնում ենք ամեն ինչ, որակով եւ հասանելի, եւ իհարկե հետաքրքիր մասը այնա, որ եւ քնում ես կատարում եւ խաղարկությունների ես մասնակցում։ Մի խոսքով, բախտավոր ես լինում, կովաստային վիճակախաղերում ես մասնակցում եւ քնում ես կատարում եւ կյանքդ ավելի երջանիկ է դառնում։ Մի խոսքով կարող եք գնալ քնումները կատարել, այս պաղաթատոմսը պատրաստել ու մեզ գրեք ոնց է։ Հիմա ուղարկենք ջրոց։ Իսկ հետո մի հատ բան եմ անելու հեսակասը։ Փերելիվի կամ հանգստի ժամը եկավ, քանի որ փաթը մի քիչ երկար է եփում, ես մի հատ համով իմ մանգոյով հյութը խմեմ ու արդեն կտեսնենք որտեղ է հասել մեր փաթը։ Ապրի մազան։ Մանավանդ որ պաղ է լինում, իրականում ավելի համով է լինում։ Մի խոսքով ամառը մեզ հետաքրքիր բայր է սպասում մազայի հետ։ Դե ինձ սիրելիներս, արդեն կարող ենք փաթը եւ բանջարեղենը հանել ջրոցից ու նայել ինչքան համով է ստացվել։ Հոդը իդեալական։ Վաու, մի հատ վրացնենք դա այդ։ Ինչքան լավ է եփել։ Եվ այսօրվա պաղադրատոմսը ջերոցում թխած փաթը բանջարեղենով պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի խորժակ։ Դե ինչ սիրելիներս, մեր փաթը պատրաստ է, հոդը իդեալական, բանջարեղենի հոդը իդեալական։ Ուզում ենք արդեն փորձենք։ Այ ինչ լավ փափուկ է։ Այ միսը։ Վաու։ Վաու։ Տեսակ։ Վաու։ Մի հատ էլ ուտեմ։ Իրականում ես փաթ մեկ-մեկ պատրաստում եմ եւ փաթը շատ կարեւոր է, որ ինքը չոր չի լինի եւ միևնույն ժամանակ շատ չեփի։ Մենք եփել ենք իրեն իդեալական, նախ որովհետև իր մարինացված վիճակը շատ համով էր, այսինքն ոչ մի համեմունք ես չեմ ավելացրել, բայց շատ գոհ եմ իր համեմունքից
ու այդ բոլոր այդ մարինացված վիճակը իր մեջ ստացել է։ Այդ շատ կարևոր է։ Ու շատ փափուկ է։ Ես իրականում միշտ կօգտվեմ սուշեֆից։ Հատկապես ես։ Շատ համով է։ Մայր կարտոֆիլ։ Վաու։ Իդեալական խենթանալիք անպայման պատրաստեք։ Դե ինչ, ովքեր որ վախենում էին փաթ պատրաստելուց, արդեն սուշեֆից կարակ վերցնեք, չերոց նետեք, թխեք, կողքը կարող եք բանջարեղենը պատրաստել ոնց ես պատրաստեցի կամ կարող եք աղցան պատրաստել ոնց կուզեք։ Ամեն բարակայի ձեզ բարի խոժակ եմ մաղթում եւ ուզում եմ այսպիսի պաղատադումսեր ասեմ, որ չփախցնեք, բաց չթողնեք, որպեսզի ուրախացնեք ձեզ եւ ձեր ընտանիքը։ Իսկ մենք պահանջենք ժամը 9:00 եւ 17:00 Կենտրոն TV եթերով։ Ստեսություն։